Չնայած մեր ընկերների շատերը չկան, գիտեք, ամառային սեզոն է, հանգստանալ են, բացակայում են, բայց ոչինչ։ Ուղղակի այսօր ինչի համար ուզեցինք հանդիպել, որտեղ թեման շատ հրատապ էր, շատ անհրաժեշտ էր։ Անհրաժեշտ էր ինչի համար, կոորդինացնելու եւ մեր մոդեցումը, եւ մեր մտածելակերպը, ուրեմն սկսեմ մի հատ անեկդոտից, եթե կարելի է։ Մեկը նստում է տաքսի, ասում է քշի Թուրքիա, շուդարը, ես դրանից ասում է ինչ եղել։ Ասում է ո՞ց ինչ եղել։ 1,5 միլիոն հայ են կոդորել։ Հարը ասում է 100 տարի առաջ են կոդել, ասում է ես 3 եմ իմացել։ Իհարկե մենք 3 չենք իմացել, բայց բաներ կա, որը մենք այսօր ենք իմանում, եւ դա մեզ ստիպում է նայել ուրիշ հարկությունից, ստիպում է նայել ուրիշ մոդեցումով, եւ քանի որ մենք ինչ որ չափով առնչվում ենք այդ թեմային եւ ամենաուղղակի կապը ունենք, որովհետեւ ես գտնում եմ, որ ցեղասպանությունը, եթե մենք ցանկանում ենք, որպեսզի ընդունի աշխարհը, նախ ինքներս պիտի մենք ընդունենք։ Իսկ այսպես հաստատ չենք ընդունի երբևիցե։ Երբ որ հագնում ենք թուրքական շորեր, ուտում ենք թուրքական սնունդը, օգնում ենք Թուրքիային տնտեսապես հզորանալու եւ ամբողջ աշխարհով կորում ենք, ցեղասպանությունը չեն ընդունում։ Նախ ինքներս մենք պիտի ընդունենք եւ դրա համար այսօր շատ սիրով կուզենայի, որ եւ լսենք եւ քննարկենք այն ինչի մասին լսելու ենք, այն ինչը ներկայացնում է մեր հարկերը Նաիրա Կասպարյանը, երևի շատերը ծանոթ եք, ով ծանոթ չեք ծանոթանաք, բնականաբար։ Բայց այդ թեման այնքան հրատապ է, որ հուսով եմ, որ շատ հետաքրքիր ու գեղեցիկ քննարկման միջոցով բոլորիս համար էս մի ժամ ու կեսը կասնի շատ արագ, ու չեք հասկանա, որ շոկ է, էլի։ Աջան։ Մինչև իմ բուն նյութին անցնելը, ես ասեմ դեզեցուցի մի բան, երբ որ հետազոտությունը սկսեցի 1,5 միլիոն հետ կապված, ինձ թվում է ցեղասպանագետ չեմ ես, անգլերեն լեզվի մասնագետ եմ, տեքստեր եմ ուսումնասիրում։ Ինձ թվում է, որ շատերը ցեղասպանագետներից ունեն այդպիսի տվյալներ, տեղյակ են, որ դա 1,5 միլիոն չի եղել, ավելին է եղել, բայց շատ պատահաբար ընթերցումների ժամանակ ինձ հանդիպեց նյութ, որի հեղինակն էր գրող Սուլեյման, այդպես է կոչվում, երեք ես պարզեցի այդ Սուլեյմանը ով է, գրող Սուլեյման, որը ունի հաղթող վեպը, ինձ թվում էր արաբերենով է գրված, հետո պարզեց, որ դա օսմաներենով է, ոչ թե արաբերենով, արաբատաղ թուրքերենով է գրված, եւ այդտեղ Սուլեյմանը գնում է բանտում հանդիպելու իր թուրք ընկերներից մեկին և փորձում է պարծենալ, թե ինչքան հայ են կոտորել։ Նշվում է հստակ, թե որ տարածաշրջանում ինչքան հայ են կոտորել, այդ թվում ինչքան հայի մատնել են սովի և ծարավի, որի հետևանքով կոտորվել են, և ինչքան հայ զոհվել Բալկաններ տեղափոխելու հետ կապված։ Եվ այդ ամբողջ թիվը հաշվել է գումարային առումով 2,900,000 ըստ Սուլեյմանի տվյալների։ Ուրեմն երեք ուսումնասիրության ժամանակ, ընթերցումների ժամանակ պարզվեց, թե ով է Սուլեյմանը։ Սուլեյմանը մի անձնավորություն է, ինտերնետում համացանցում Սուլեյմանը կա։ Իհարկե մի քիչ ինձ հետաքրքիր էր, թե ինչու անուն չկա, միայն Սուլեյման է գրված։ Ուրեմն պարզվեց, որ ոչ թե Սուլեյման է, այլ Սուլեյման։ Հրյա եղել Սուլեյմանը, որին այդ գործունեության հետ կապված Թուրքիայից վտարել է, թուրքական կառավարությունը վտարել է իր գործունեության հետ կապված, ինչ գործունեություն է ես չգիտեմ, բայց որ Սուլեյմանը այդ մարդն է վստահաբար։ Հիմա անցնենք բուն նյութին, ուրեմն երբ որ ես սկսեցի իմ ուսումնասիրությունը 2 տարի առաջ մոտավորապես, իմ դասավանդած առարկաների հետ կապված, ունեցել եմ մամուլի տեսության դասավանդում անգլերենով, ես անգլերենի մասնագետ եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, անգլիական բանասիրության ամբողջի դոցենտ դիպլոմասանում։ Ուրեմն դասավանդածս առարկաների հետ կապված, որոնցից մեկն է մամուլի տեսություն, մյուսը վերարտադրություն, rendering մի լեզվից, մյուսը տեսական առարկաներ, ոճագիտություն, գործարական ոճագիտություն եւ այլն, այդ առարկաների, անգլերեն եւ նրա տարբերակները, այդ առարկաների դասավանդման շրջանակներում շատ հետաքրքիր տեղեկատվություն կարողացա ձեռք բերել եւ իմ ուշադրությունը գրավեց լրագրային մի նյութ, որը նախատեսված էր վերարտադրության համար հայերենից պիտի վերարտադրվեր անգլերեն։ Նյութի բովանդակությունը հետևյալն էր, առնչվում էր Լորենս Արաբացի անունով մեկին,
բավականին մեծ գործունեություն է ունեցել արաբական աշխարհում կապված է արաբական զարթոնքի հետ, ղեկավարել է արաբական զարթոնքը, ինքը ազգությամբ չի եղել արաբ, եղել է անգլիացի, եւ այդ անձնավորությունը հաջողվել է ղեկավարել արաբական զարթոնքը, որից հետո ստեղծվել են այդ գործունեության հետևանքով մի քանի երկրներ, այդ թվում Հորդանանը, այդ թվում Իրաքը, եւ ինքը ունեցել է այնպիսի մեծ լիազորություններ, որ կարողացել է Իրաքում թագավոր դնել, Աֆղանստանում թագավոր դնել, ընդունել է իսլամը եւ եղել է շեյխ այնուհետեւ ազգությամբ հրեա է կպազդեց։ Ուրեմն Լորենս Արաբացին ունի գրված բավականին մեծ քանակով գրքեր, այդ թվում մի հայտնի գիրք, որը կոչվում է իմաստության 7 հիմնասյուները, եւ այդ իմաստության 7 հիմնասյուները ինձ ստիպեցին հետաքրքրվել եւ Լորենս Արաբացի երևույթով եւ նրա գործունեությամբ։ Ուրեմն ինչ բացահայտվեց։ Պարզվում է, որ այդ լրագրային նյութի մասին եմ առայժմ ասում, Արաբացու գիրքը ամերիկյան, իրաքյան պատերազմի տարիներին համարվել է բեսթսելեր եւ եղել է համար առաջին կարևոր գիրքը, որը պարտադրվել է ամերիկյան բոլոր զինվորներին։ Ինչու՞։ Որովհետեւ եթե ուզում եք հաղթել թշնամուն, պետք է ծանոթ լինեք Արաբացու այդ ստեղծագործությանը։ Հետո իսկ պարզեցին, որ այնտեղ կան ռազմավարության եւ պատերազմելու 27 սկզբունքներ, որոնք ինքն է մշակել, որոնք պարտավոր է ամեն զինվոր իմանալ, ամերիկյան բանակի ամեն զինվոր պարտավոր է իմանալ։ Ինչն է այստեղ հետաքրքիրը։ Հետաքրքիրը այն է, որ Արաբացին գտնում է, որպեսզի մենք կարողանանք դիմագրավել եւ հաղթել թշնամուն, պետք է քաջ ծանոթ լինենք նրա մշակույթին։ Այնքան քաջ ծանոթ լինենք նրա մշակույթին, որ դա ընկալենք իբրև մեր մշակույթ։ Եվ միայն այս դեպքում մենք կարող ենք հաղթել։ Եվ դրա համար էլ գիրքը եղել է բեսթսելեր։ Ուրեմն այս տեղեկատվությունից բռնեցի ու փորձեցի գտնել։ Ու 2 տարի բարբերաբար իհարկե ոչ մի ինֆորմացիա, տեղեկատվություն չէի գալիս, բայց հետո եկավ այդ տեղեկատվություն, գտանք նույնիսկ գիրքը PDF ֆորմատով կար 500 էջից ավել է, տվյալ գիրքը։ Եվ զուգահեռ գրքին հայտնաբերում են մի հարցազրույց, հայտնի հարցազրույց, որը թարգմանել է Լեոն, հայերեն տարբերակում հարցազրույցը կա, հարցազրույց ամերիկյան լրագրող հրատարակիչի հետ։ Երկու գործերի մեջ էլ, մյուս գործերը ես առայժմ չեմ նայել, երկու գործերի մեջ էլ հայի ինքնությանը առնչվող հարցեր են քննարկվում։ Ուրեմն առաջին պահը, որ ուշադրություն է գրավում, այն է, որ կա ինտերնետային այդպիսի աղբյուր, որը ասում է, որ Լորենս Արաբացին այն անձն է, որը մասնակցելով 14-16 թվերին պատերազմում, առաջին համաշխարհայինում, այնուհետև արաբների կողմից ղեկավարելով արաբական շարժումը, պատահաբար գերի է վերցնում պատերազմական գործողությունների ժամանակ, գերի է վերցնում մի բարձրաստիճան թուրքական սպայի, որի հետ փորձում է այդ 1-2 ամսվա գերության ընթացքում, երբ որ նրա մոտ էր որպես գերի, փորձում է կոնտակտի մեջ մտնել եւ տեսնել, թե ինչ տեղեկատվություն կարելի է այդ սպայից իմանալ։ Եվ պարզվում է այդ սպան նույնիսկ մարդու մտքով չի անցնում Մուստաֆա Քեմալն է եղել։ Ուրեմն ինքը գրքում ունի այսպիսի շատ հետաքրքիր տողեր։ Ասում է, երբ մենք առերես հանդիպեցինք, ես հասկացա, որ սա հենց այն մարդն է, որը մեզ օգնելու է հայերի դեմ մեր ծավալած գործողություններին։ Ուրեմն չի հասկացվում, ինչ գործողության մասին է եւ այլն։ Սակայն պարզվում է, որ հետագայում, ընդ որում տեղեկատվությունը ասում է, որ նույնիսկ Չերչիլը, որի արևելքի գծով խորհրդատուն է եղել Լորենս Արաբացին 21 թվականին, նույնիսկ Չերչիլը տեղյակ չի եղել, որ նա Աթաթուրքի հետ ունեցել են կոնտակտ երբևէ, բայց որոշ աշխատակիցներ հետագայում ասել են, որ պատմել է Լորենսը, որ ինչ որ պարագայում օդանավակայանում թե ինչ որտեղ չի ասում, որտեղ գրքում կա այդ մասին, հանդիպել է Աթաթուրքին, տեսել է Աթաթուրքին, ուրիշ ոչ մի բան։
փաստացի եղած փաստաթուղթը, որ գոյություն ունի համացանցում, որ ասում են այնքան էլ վստահելի չէ, դա թողնում եմ, որ արդեն դու եզրակացնեք, ասում է, որ եթե համար առաջին բրիտանական լրտեսը Լորենսն էր, համար երկրորդ բրիտանական լրտեսը Մուստաֆա Քեմալ Փաշան։ Գործունեության հետ կապված ես չեմ ուզում անդրադառնալ այդ նրա գործունեությանը, սա առանձին նյութ է, երևի թուրքագետները այս հարցով ավելի մանրամասն կխոսեն, ես ուզում եմ խոսել ուղղակի Լորենսի հետ կատարած, Լորենսի ստեղծագործության այդ գրքի հետ կատարած իմ հետազոտության մասին, որը լեզվամշակութային է։ Մի որոշ շրջան, դա ընդամենը օրեր չեն տևել, կարելի ասել ամիսներ են տևել, ուսումնասիրությունը, առաջին հրապարակումը եղել է այս տարվա ապրիլի 5-ին գիտաժողովի ժամանակ, միջազգային գիտաժողովի ժամանակ, ամերիկացիները կազմակերպել էին գիտաժողով Երևանի պետհամալսարանում, նյութը տվեցի, իրենք վերցրեցին։ Դրանից առաջ նյութը ես ուղարկեցի Իջևանի պետական համալսարան, որտեղ 100-ամյակի հետ կապված միջոցառումների շարքեր եւ գիտաժողով, նյութը մերժվել էր, որովհետեւ կատարված է անգլերեն տեքստի հիման վրա հետազոտությունը։ Պատճառաբանությունը դա էր, բայց ամերիկացիները չմերժեցին եւ վերցրեցին։ Հիմա ես ձեզ ասեմ, այստեղ հետաքրքիր երևի փաստեր կան, քննարկվող, բայց մինչև այդ փաստերին անդրադառնալը եւս մի փաստ, որ ինձ համար տարօրինակ էր միգուցե եւ անսպասելի էր, լրատվություն կարդալու ընթացքում հանդիպում եմ հետեւյալին թուրքական մամուլում, ասում է այդ օրերին, ապրիլի 24-ի օրերին, Եփրատը փոխել էր հունը։ Առաջին հայացքից չի հասկացում, թե Եփրատը ինչու պիտի հունը փոխի։ Բայց հետո պարզվում է ինչու է Եփրատը հունը փոխել։ Փոխել է հունը եւ փոխել է գույնը։ Հայերի արյան պատճառով։ Ուրեմն տեղեկատվությունը այսպեսին է, այդ օրերի մամուլի մասին է խոսքը, ասում է դիակները այնքան շատ էին, որ Եփրատը չէր կարողացել անցել եւ ճարահատյալ փոխել էր հունը։ Սա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Եվ երկրորդ փաստը, տարօրինակ արտառոց փաստ, որի մասին սակայն փորձել են լռել շատ երկար տարիներ, բայց ամերիկացիները նույնիսկ ֆիլմ են նկարահանել, որը կոչվում է Օջախ, չգիտեմ որևէ բան ասում է դա թե չէ։ Ուրեմն մենք բոլորս էլ գիտենք, որ միայն հայկական գենոցիդ չի եղել, եղել է գենոցիդ նաև այլ ազգերի, այդ թվում հույների, արաբների։ Ուրեմն այդ օճառը վերաբերում է հունական գենոցիդին, ինչ է տեղի ունեցել։ Մոտ 40 տոննա նյութ տեղափոխվել է ֆրանսիական եւ բրիտանական կայսրությունների գիտությամբ համապատասխան նավերով տեղափոխվել է որպես օճառի արտադրության հումք։ Ուրեմն պարզվում է, որ դա 50,000 հույների մարմիններ են եղել։ Հունական թերթերը 3 անգամ անդրադարձել են դրան, կա համացանցում թերթերի անունները, ամսաթվերը երբ են դրանք հրապարակվել, որտեղ չի ասվում, թե ինչ է այդ տեղափոխվող 40 տոննան եղել։ Միայն ասվում է, որ 40 տոննա տեղափոխվել է եվրոպական երկրներ, այդ 3 երկրները տեղյակ են եղել, ինչ է տեղափոխվում։ Ուրեմն այսպիսի նյութերը տեսնելուց հետո ուղղակի անհրաժեշտություն է առաջարկվում, որ մի քիչ ավելի խորանանք եւ տեսնենք ինչպես են մեր եղերնի, մեր գենոցիդին արձագանքել ուրիշները։ Այս ուսումնասիրության ժամանակ ես հայտնաբերել եմ քարտեզներ, որոնք գծված են եղել Լորենսի կողմից եւ մի տիկնոջ կողմից, որի անունն է Գերտրուդա Բ. Անունը երևի ոչինչ չի ասում։ Դարձյալ եղել է բրիտանական լրտես եւ միակ կինն է եղել, որը մասնակցել է 20, 22, 24 տղամարդ եւ միայն այդ կինը
բոլոր արաբական երկրների հետ կապված գիտաժողովներին, ձևավորումներին, ձևափոխումներին մասնակցել է ինքը։ Եվ Գերտրուդա Բելի քարտեզները առ այսօր գտնվում են փակի տակ, դուրս չեն գալիս։ Բայց այն քարտեզը, որը ես հայտնաբերեցի Լորենսի հետ կապված, ուրեմն քարտեզը կորած է եղել, չեմ հասկանում ինչ է դա նշանակում, բայց կորած է եղել բրիտանական թանգարանում շատ երկար ժամանակ, 2 տարի է, որ քարտեզը պարբերաբար գալիս է ու գնում։ Ուրեմն քարտեզին, երբ որ նայում եք, չկան գերված, թուրքական պետության քարտեզն է, որտեղ կան արաբներ, քրդեր, հայեր եւ այլն։ Ուրեմն չի գրվում Հայաստան, արաբական այսինչ երկիր կամ այն գրվում է արաբներ, հայեր եւ այլն, այսինքն այդ մարդիկ ընդհանրապես որ երկիր են ունեցել, ոչ է միայն որպես այդպիսին են եղել։ Հիմա առաջին հարցը, որ արժանի է ուշադրության, երբ որ նայում ենք Լորենսի աշխատանքը, ընդ որում Լորենսը շատ տաղանդավոր մարդ է եղել, 4 տարեկանում մնացել է գրել կարդալ, 6 տարեկանում հրաշալի տիրապետել է լատիներենին, ավարտել է Օքսֆորդ, ունեցել է իրավաբանի եւ պատմաբան հնագետի կոչում, հրաշալի տիրապետել է արաբերենին եւ նա կարողացել է տեղափոխվել արաբական երկրներ կատարելու համար որոշակի հետազոտություն Չարչմիշում իբրև հնագետ, որտեղ էլ ծանոթացել են Գերտրուդա Բելի հետ։ Հետաքրքրական փաստը այն է, որ մինչև արաբական զարթոնքը, արաբները բազմաթիվ անգամներ դիմել են եվրոպական երկրներին, բրիտանական կայսրությանը հիմնականում, որպեսզի կարողանան ազատվել թուրքական լծից, կարողանան ստեղծել իրենց առանձին պետություններ։ Ուրեմն առանձին պետություններ հիմնականում 3 պետության մասին է խոսքը գնում՝ Հորդանան, Իրաք եւ Սաուդյան Արաբիային է որոշ առումով նաեւ դա առաջվում։ Բայց կայսրությունը կատեգորիկ դեմ է եղել, որ արաբները կարողանան դա ստեղծել։ Բայց հասնում է մի պահ, երբ արաբները այլևս չեն կարողանում լռել, պայթում են, արդեն պայթյունավտանգ է դառնում, եւ այստեղ Լորենսը փորձում է առաջարկել իր ծառայությունները աշխատելու համար արաբական երկրներում։ Իրեն չեն վերցնում զինվորական ծառայության, որովհետև նա արտաքին տվյալներով զինվորական ծառայության համապատասխան չէ, շատ կարճահասակ է եղել։ Ընդ որում ինքը ծնվել է անօրինական կապերից, հայրը արիստոկրատ էր, մայրը աշխատել է այդ արիստոկրատի երեխաների հետ իբրև գուվերնանտուհի։ Առաջանում է կապ, որի արդյունքում ծնվում է Լորենսի մեծ եղբայրը, կինը վռնդում է ամուսնուն էլ, ամուսինը անցնում է այս կնոջ հետ ապրելու եւ այդպես էլ հարաբերությունները ամուսնական ձևակերպում չեն ստանում, բայց արդյունքում լինում է ծնվում են 8 երեխա, որոնցից մի քանիսը տղա եւ 3-ը մասնակցել են առաջին հայրենական պատերազմին զինվորի կարգավիճակով։ Ուրեմն Լորենսը իր այդ ստեղծագործության մեջ սկսում է այնտեղից, որ ոչ մի ավելորդ բառ հայի մասին չի ասում։ Նրա վերբից չենք կարող կռահել, որ Լորենսը հայատյաց է։ Փաստերը բերում է օբյեկտիվորեն, քննարկում է օբյեկտիվորեն, այնքանով, որքանով որ անհրաժեշտ է արաբական զարթոնքը հասկանալու համար, արաբական շարժումը հասկանալու համար։ Ուրեմն ես այստեղ կբերեմ նաև օրինակներ գրքից, թարգմանել եմ հայերեն, կբերեմ նաև այդպիսի օրինակներ եւ ձեզ համար պարզ կլինի թե ինչու է Լորենսը հային ինչ տեսանկյունից է նայել։ Ուրեմն սկսենք այնտեղից, որ նա ասում է, որ պարտադիր չէր, որ սպանեին միայն քրիստոնյաներին։ Մենք դուք գիտեք, սովորաբար միշտ մտածել ենք, որ թուրքական այդ սպանդը հայերի պատճառներից մեկը եղել է, որ նրանք քրիստոնյա են։ Լորենսը հերքում է սա, ասելով, որ պատճառը ոչ թե այն էր, որ նրանք քրիստոնյա են, այլ պատճառը այն էր, որ նրանք թուրք չէին, պարզապես։
Եվ բացատրում է հետևյալ կերպ, որ այդ նույն պատճառով նույն կարապնարան տարվել են նաև արաբներ, թե մուսուլման և թե քրիստոնյա, որոնք, գիտեք, արաբները դարձյալ եղել են թուրքական տիրապետության տակ բավականին երկար ժամանակ, բայց հարցը այն էր, որ եթե հայերը պետական պետություն ունեցել էին դրանից առաջ, ապա արաբական այդ ցեղերը հիմնականում քոչվոր ցեղախմբեր էին և նրանք ուզում էին համախմբել, նույնիսկ Լորենսի հետազոտությունից հստակ երևում է, որ դրանք քոչվոր ցեղախմբեր են։ Ասեմ ձեզ, գրվում է այսպիսի մի բան, irritating subject races, այսինքն այնպիսի ենթակա ցեղեր, որոնք ազդել են, պարզապես բարկացրել են կառավարությանը թուրքական և թուրքական կառավարությանը նա անվանում է the ruling stamp, այսինքն այնպիսի ղեկավարող իշխանություն, որին այդպիսի մանր մունր ցեղերը միշտ տհաճություն են պատճառել։ Եվ ինչն է այստեղ հարցը։ Հարցը այն է, որ թուրքական կառավարությունը, երիտուրքերի կառավարությունը, երբ եկավ իշխանության գլուխ Սուլթան Համիդ II-ին տապալելու միջոցով, տեղի ունեցավ հետևյալը։ Սպասվում էր, գիտենք, որ սպասվում էր, որ նրանք հեղափոխական են, ինչ-որ նոր բաներ պիտի անեն, ինչ-որ բան պետք է փոխվի, բայց ըստ էության, երբ որ ավելի մանրամասն ենք նայում, Լորենսի մոտ էլ դա կա, Սուլթան Համիդ II-ին նրանք գահանկեց արեցին, որովհետև երիտուրքերը, գիտեք, առնչվում էին որոշակի կազմակերպության, որոնց անունը բարձրաձայն չի ասվում, այսօր բարձրաձայն չի ասվում, որովհետև հայ կողմը չի ասում բարձրաձայն, որովհետև ասում են մենք ունենք հարց, այսինքն հայդատ, այսինքն մենք պետք է ձեռք բերենք, ետ բերենք մեր հողերը, մեզ կասեն ու տվել եք նրանից էլ ուզեք, եթե մենք ասենք, որ նրանք թուրք չէին, իսկ մյուս կողմն էլ լռում է, որովհետև ձեռք չի տալիս, պարզապես ցանկալի չի այդ հարցը քննարկել։ Ջոն Կիրակոսյանի մոտ կա, նրանից հետո Սաֆարյանի մոտ կա, Սաշայի մոտ կան, շատերի մոտ նշում են այդ Դոնմե հրյաների անունը, կամ իսլամացած հրյաներ, որոնք սեկտա են կազմում, ընդ որում շատ տարօրինակ սեկտա, որովհետև վերջերս հետաքրքիր մի փոքրիկ նյութ պատահեց, համացանցային, որտեղ մի հրյա զանգում է դեսպանատուն ու հարցնում, ովքեր են դյոմեները, դեսպանատունից պատասխանում են, առաջին անգամ ենք ասում ենք, իսպան գորություն չունի, եթե տեղեկատվություն ունեք, մեզ ասեք։ Եվ ասում է, ինչ տեղեկատվություն իրենք ունեն։ Ուրեմն նրանք սեկտա են, որոնք համարվում են բարձրագույն էլիտան, աշխարհի էլիտան, այսպես ասած, առ այսօր իսլամացած հրյաները համարվում են աշխարհի էլիտան, եւ այդ մարդիկ շատ տարօրինակ կենսակերպ ունեին, որը գալիս էր Սալոնիկից։ Նրանց հիմքը իսլամացած հրյաների դոմեների հիմքը եղել է այդտեղ, գաղտնի են պահել, նույնիսկ Աթաթուրքի մայրը չի իմացել իր զավակը ինչով է զբաղվում, բայց հայրը եւ որդին եղել են այդ սեկտի անդամներ։ Ուրեմն ըստ այդ համացանցային նյութի բացատրում է հետևյալ կերպ։ Սեկտայի անդամները ունեն որոշակի սեռական օրիենտացիա, գեյեր են հիմնականում։ Մի բան, որը հայտնաբերել է նաև Աթաթուրքի կինը, ես չգիտեմ դա ինչքանով այդ տեղեկատվությունը մշակվել է, ուներ օրագիր, որի պատճառով օրագիրը եղել է իրենց անվտանգության օրգանների ձեռքին փակի տակ վրան տալու։ Այդ օրագիրին չէր կարելի մոտենալ։ Անմիջապես հայտնաբերելուց հետո ինքը ամուսնուց բաժանվում է, բայց օրագիրը ձեռքցնում է։ Իսկ հետո պարզվեց, որ նաև այդ հրյան, որը դեսպանատան հետ զրուցում է, նա ասում է, որ նրանք փոխանակում էին նաև իրենց կանանց այդ։ Դրա համար էլ ըստ երևույթին գաղտնի է պահվել։ Միգուցե եւ հենց դա է, որ նրա կինը իմացել է։ Նրա կինը
հայտնաբերել է իրենց այգում Աթաթուրքին իր արտգործ նախարարի հետ միասին, որոնք միասին կազմում են այդ ամբողջ աշխատանքները, նաև ունեցել են այլ հարաբերություններ։ Սա համացանցային նյութի հետ կապված։ Հիմա երբ որ նրանք Լորենսը հիմնական դժգոհությունը հայտնում է ելնելով նրանից, որ այդ պահին ստեղծվում էր եւ խոսվում էր մեծ Թուրանի մասին։ Իսկ մեծ Թուրանը իրականացնել Սուլթան Համիդի օրոք այնքան էլ ռեալ չէ, ուրեմն պիտի կառավարությունը փոխվեր, հեղափոխականները գային եւ նրանք սկսեին այդ աշխատանքը կատարել։ Ընդ որում Սուլթան Համիդը ինչքան էլ որ բացասական անձնավորություն է եղել, ես հայտնաբերեցի մի հետաքրքիր դրվագ, որ ակամայից մտածում ես, որ իր ժողովրդի համար բավականին դրական է եղել, չնայած որ թուրքերը քիչ չեն կոտորվել նրա ձեռքով։ Հրեաները դիմում են Սուլթան Համիդին, բավականին մեծ գումարներ ոսկի խոստանալով, որպեսզի Պաղեստինից գոնե մի հատված տա իրենց։ Սուլթան Համիդը մերժում է, ասում է, ես չեմ կարող ձեզ տալ մի բան, որը իմը չի։ Դա պատկանում է համայն մուսուլմանական աշխարհին։ Ես մուսուլմանական աշխարհին դեմ չեմ կարող գնալ։ Նա իր պարտքն է համարում այդպես վարվել։ Եվ կա այդպիսի վարկած, որ հենց դրա պատճառով երեք թուրքերը վրեժ ուտեցին նրանից գանձեց անելով։ Եվ հենց այդ տարիներին էլ ստեղծվել է այդ Պաղեստինի տարածքի վրա, ստեղծվել է հրեական պետությունը, որի մեծ աջակցություն է ցուցաբերել բրիտանական կայսրությունը, բրիտանական իշխանությունները Չերչիլի հետ միասին այդ ժողովին հարցի լուծման ներկա եղել նաև Լորենս Արաբացին։ Կարգավիճակը չեմ կարող ասել ինչպիսի։ Եվ Գերտրուդա Բելը, առանց նրա ոչ մի հարց չէ լուծի։ Ուրեմն, երբ խոսքը գնում է այդ Յենի Թուրանի մասին, մեծ Թուրանի մասին, անգլերենով ուրեմն Turkey բառը հնչում է Turkey, Թուրքիա, Turks եւ այլն։ Տարբեր լեզուներով համարյա հնչյունները նույն կերպ են միախառնվում։ Ուրեմն ինձ հետաքրքրեց բառի ոչ թե ստուգաբանությունը, այլ արտասանության հետ կապված կա այդպիսի երևի լեզվաբանության մեջ, իմ աշխատանքը լեզվաբանական է, հնչյունային սիմվոլիզմը։ Ինչ է նշանակում։ Որոշակի հնչյուններ, որոշակի ասոցիացիաներ են առաջացնում, որոշակի հնչյուններ ցույց են տալիս առնչություններ որոշակի մտքի հետ։ Ուրեմն TR անգլերեն այդ բացատրությունը, ընդ որում դա Թուրքիային բոլորովին չէր վերաբերում, այլ երևույթի մասին էր խոսքը, առնչվում է մի բանի, որը կապված է քանդելու, ավիրելու, վերացնելու նպատակասլաց մտադրության հետ։ Եզրակացությունը թողնում եմ ձեր։ Ընդ որում այս կայքը, որը տալիս, մի քանի կարգեր կային, որոնք քննարկում էին, այս կարգը, որը տալիս էր հենց կոնկրետ տվյալ երևույթի հետ կապված, ընդհանրապես կապ չուներ քաղաքականության հետ։ Բոլորովին այլ բաների էր դա առնչվում։ Հիմա հաջորդ հարցը, այս Յենի Թուրանի հետ կապված, այս շրջանում Լորենս Արաբացին գրում է դրա հետ կապված, թուրքերը մորթում էին իրենց զոհերին, ընդ որում զոհ բառի համար նա օգտագործում է prisoner անգլերեն բառը, փորձեցի հասկանալ ինչու prisoner եւ ոչ թե enemy կամ այլ բան, հիմա բացատրեմ, դա որոշակի միտում է ունեցել։ Մորթում էին իրենց այդ զոհերին, թշնամիներին, ինչպես կմորթեին ոչխարների։ Չի ասում որևէ, չի գործածում որևէ մագդիր, չի գործածում որևէ որոշիչ, որպեսզի դիպուկ լինի, պարզապես բերում է փաստը։ Ուրեմն, չգիտեմ, դուք տեսել եք թե չէ, բայց ինձ այս մորթում է որպես ոչխարների արտահայտությունը ստիպեց համացանցում կատարել հետազոտություն, ուրեմն դա հենց նույն Քեսաբի օրերն էին, եւ որքանով է իրական չեմ կարող ասել, հայտնաբերեցի դանակներ, որոնցով նրանք մորթում են իրենց զոհերին։ Շատ սարսափելի է, ես ուղղակի նկարները կան, բայց չեմ ուզում դրանք ցուցադրել։ Ստողոցի նման դանակներ էին, մոտավորապես այս չափերի։ Եվ բոլոր շրջանների
եւ հայկական գենոցիդի ժամանակ, եւ Քեսաբի, եւ այդ ընթացքում եղած բոլոր գենոցիդների ժամանակ համապատասխան բանակները եղել են այդ կարգի եւ կան համացանցային նկարներ, կտրած գլուխները, որտեղ բոլորի տակ եղած է հայերի գլուխները։ Հիմա ինչքանով է ճիշտ կամ սխալ չեմ կարող ասել, բայց որ նման փաստեր եղել են, բոլորս էլ գիտենք։ Ուրեմն այս փաստը քննարկելով նա ցույց է տալիս, որ թուրքերը բոլոր նրանց, ովքեր Յենի Թուրանի թշնամի էին, վերաբերում են նույն կերպ։ Այստեղ փորձեցի prisoner-ի հետ կապված նոտացածրեմ։ Ինչ է նշանակում prisoner։ Բառացի թարգմանությամբ նշանակում է բանտարկյալ։ Բայց չէ՞ որ ամբողջ հայ ժողովուրդը կամ ամբողջ հույն, ասորի եւ մյուս ժողովուրդներ, արաբները բանտարկյալ չէին։ Բառը ունի երկրորդ իմաստ։ Երկրորդ իմաստով նշանակում է պետական թշնամի։ Այսինքն նրանք հայությանը հայտարարել էին պետական թշնամի։ Ընդ որում կան, չգիտեմ որքանով է ճիշտ, ինչ-որ հեքիաթի նման պատմություններ, որ իբրև թե հայերը փորձել են տեղեկատվություն կառավարությունից դուրս հանել այն թշնամի պետություններին։ Իբրև թե այսպիսի բանվորություններ։ Բայց սրանք դարձյալ հեքիաթի նման են ավելի շատ։ Որովհետև մենք գիտենք, որ հայերը բոլոր կառավարություններում, բոլոր երկրներում, որտեղ մասնակցել են կառավարման, եղել են շատ կարգին քաղաքացիներ, եղել են նվիրյալ այդ պետության։ Առ այսօր էլ փաստը կա շատ երկրներում, Պարսկաստանում եւ այլ երկրներում փաստերը կան։ Ընդհանուր մինչեւ աֆրիկյան երկրներում մենք ունենք։ Սրա հետ կապված ես ասեմ նաեւ, որ Լորենսը քննարկում է նաև արաբական հարցը, հայերի հարցին զուգահեռ։ Նա ասում է, որ արաբները, ընդ որում ամենահետաքրքիր պահը այն է, որ արաբներից նա ստեղծել է որոշակի ազգ, ձևավորել է ազգ, պետություն։ Նա ասում է, որ շատ օգտակար է կռվել այսպես, այնպես, այնպես։ Կան մաթեմատիկական հաշվարկներ, բերում է, մաթեմատիկական հաշվարկներ։ Ինչ տարածքում, ինչպիսի զորք դնել, ինչ հեռավորության վրա, քանի զինվոր կանգնեցնել։ Ընդ որում առաջինը ասում է, որ ինչքան հնարավոր է առ 30 պիտի լինեն բանակի հետ, մյուս կողմի հետ։ Եվ իր այս սկզբունքները կիրառելով Լորենսին հաջողվել է այն, ինչ մենք հայերս ասում ենք մի ծաղկով գարուն բերել, 3000 հոգանոց ջոկատով, որոնք ուխտերով զինված էին մի մասը, իսկ մյուս մասը պարտիզանական շարժում է հիմնականում կազմակերպել, կոտորել, ջախջախել վերջնականապես 50,000 հոգանոց թուրքական կանոնավոր բանակ, որից հետո Լորենսը դառնում է արաբների կուրտը։ Եվ չպիտի մոռանանք նաև մի փաստ, որ արաբները, հայերը երևի մի քիչ ավելի միամիտ են, բայց արաբները այդքան էլ միամիտ չեն եւ օտարին իրենց մեջ ընդունելու համար բավականին փաստեր էին պետք, որ նրանք վստահ են։ Իսկ վստահել են, որովհետև Լորենսը արաբի նման դարձել է բեդվին, սնվել է նույն կերպ, ինչ որ արաբները, ապրել է նույն կերպ անապատային կյանքով, իր օքսֆորդյան բազմաթիվ կրթություններով եւ գիտելիքներով, նա չի երկնչել վարվել այնպես, ապրել այնպես, ինչպես արաբը։ Եվ մի հետաքրքիր բացահայտում է արել։ Լինելով բրիտանական հետախույս, նա ասում է, ես թողեցի իմ ինքնությունը անգլիական եւ դարձա արաբ, վերցրեցի արաբի ազգային ինքնությունը եւ այստեղ կատարեցի բացահայտում։ Ես հասկացա այն բոլոր արհավիրքները, այն բոլոր բացասական գծերը, որոնք առկա են եվրոպական կյանքում, եվրոպական քաղաքականության մեջ եւ ինքը շատ վատ է զգացել, որ ինքը այդ քաղաքակրթության կրողն է։ Երբ որ արդեն մյուս կողմում, սա հենց ասում է այն մասին, որ նա իրոք դարձել է արաբ իր էությամբ։ Եվ ինչու է նա ուսումնասիրել հային։ Լինելով հայատյաց, գտնելով, որ հային պետք է բնաջնջել, վերացնել, որքան հնարավոր է շուտ եւ որքան հնարավոր է հիմնավորապես, նա խոսում է հայի դրական գծերի մասին եւ ասում է հետեւյալը. որպեսզի ճանաչեն հայի շրջապատում գտնվող մյուս ժողովուրդներին, պետք է ուսումնասիրել հային։ Տեսեք, ինչ հետաքրքիր մոտեցում է։
ասում եմ միայն հայի նկատմամբ վերաբերմունքից ելնելով կարելի է կարծիք կազմել տվյալ ժողովրդի մշակույթի եւ ժողովրդի մասին ընդհանրապես։ Ուրեմն մենք դա մի տեսակ կատալիզատորի դեր ենք կատարել այդ ամբողջ դարերի ընթացքում եւ զարմանալին նաեւ այն է, որ Լորենսը մատնանշում է հայի բոլոր դրական հատկանիշները, այն ինչ մենք ձեզ հետ գիտենք։ Պլյուս ավելացնում է այդ հատկանիշների ուրեմն քննարկումը արդեն ավելի կոնկրետ գնում է հարցազրույցի մեջ, որը նա տվել է 1919 թվականին ամերիկացի Ստեփենսը։ Ուրեմն երբ ես այս նյութերից որոշ մասեր դրեցի Facebook-յանի մեջում, Լոնդոնից ստացա այսպիսի տեղեկատվություն։ Անմիջապես հարցազրույցի վերջում Լորենսը ասում է չհրապարակեք խորհուրդ կտամ։ Ուրեմն անմիջապես հարցազրույցի վերջում Ստեփենսը անհետանում է հյուրանոցային իր սենյակից եւ առ այսօր նրա գտնվելու տեղը չկա։ Ըստ երևույթին ուրեմն ինչ-որ մի բան այդ հարցազրույցի մեջ կար։ Հարցազրույցը մի քանի էջ է ընդհանրապես, կա եւ անգլերեն տարբերակը եւ Լեոյի հայերեն թարգմանությունը եւ ուրիշ հայերեն թարգմանություն էլ կա։ Ուրեմն հիմա ես փորձեմ ընդհանուր գծերով ասել ինչի մասին է հարցազրույցը, հետո թաքնված խորքային իմաստը փորձենք բացահայտել։ Ուրեմն հարցազրույցի մեջ ասվում է, որ հայը ամենահին քաղաքակիրթ ազգն է։ Նա ընդունում է դա։ Հայը այնպիսի խաչասերումով ստացված ազգ է, կատարյալ, որի նմանը ոչ մի ազգ չի։ Ինքը ընդունում է այդ փաստը։ Ասում է բոլոր դրական գծերը աշխարհի ժողովուրդների կա հայի մեջ։ Այն գծերը, որոնք ունեն ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին, բոլոր եվրոպացիները։ Եվ Ստեփենսը հարց է տալիս. իսկ ինչ կասեք հրեայի մասին։ Ասում է հրեան հին քաղաքակիրթ ժողովուրդ է, բայց հրեան կատարյալ չէ, հայը կատարյալ է։ Առաջանում է մեծ հետաքրքրություն, ինչով է որ հրեան կատարյալ չէ, իսկ հայը կատարյալ է։ Բացատրում է Լորենսը, ինչով է դա ընկալվում, ինչպես կարելի է դա ընկանալ։ Նա ասում է հայը ցանկացած երկրում, ցանկացած քաղաքակրթության մեջ կարողանում է հարմարվել, չթաքցնելով իր հայկական ինքնությունը, կարողանում է հաջողության հասնել, կարողանում է փող ստեղծել։ Շեշտը դրվում է սրա վրա, որ հայը կարողանում է ստեղծել, բայց հայը ստեղծում է, չգիտես ինչու չի ասում, որ հայը նաև մշակույթ ստեղծող է, ասում է, որ հայը կարողանում է ամեն ինչից փող ստեղծել։ Փող է ստեղծում նաև իր ընտրած մասնագիտություններից։ Հայերի մեծ մասը լինում են բժիշկներ եւ իրավաբաններ։ Ուրեմն սա ըստ երևույթին հայտնի բան է եղել։ Եվ ասում են նույնիսկ այս մասնագիտությունները հայի համար բիզնես են։ Ցանկացած վայրում գտնվելու։ Ու չգիտես ինչու նաև բացատրում է հետևյալը, որ ծնված օրից հայ կարողանում է հասկանալ, որ աշխատավարձը շատ քիչ է ապրելու համար։ Բայց մյուս ազգերը կարողանում են հարմարվել։ Երբ որ մենք այս տեսակետից նայում ենք, շատ բան համապատասխանում է, կարծես։ Բայց ասում է հայը ունի մի այսպիսի հետաքրքիր գիծ, նա չի սիրում իր երկիրը, նա չի ուզում ապրել իր երկրում, հայը ձգտում է ապրել որտեղ կա ծով, որտեղ կարող է փողը դնել և ապրել տոկոսների և շահույթի հաշվին, այսինքն ընդհանուր կարողանում ես ընկալել հետևյալը, որ հայը սև գործ չի սիրում անել, այլ սիրում է մտավոր աշխատանք, որը կարող է օգտագործել ձեռք բերելու համար հարստություն, ինչպես ինքն է ասում։ Բայց եկենք մյուս կողմից նայենք։ Երբ որ կատարեցի հետազոտություն ես կատարել եմ ոչ միայն Լորենսի հետ կապված, իմ թեկնածուական ատենախոսությունն է առնչվում կիսահաղորդչային արտոնագրերի լեզվին, ամերիկյան։ Պարզվում է, որ արտոնագրեր հիմնականում շատ մեծ քանակով ամենակարևոր բնագավառներում ստացել են հայերը։ Բոլոր մայրցամաքները։ Ընդ որում բոլորս քաջ գիտենք, որ դոլարի գույնը, քիմիական բաղադրությունը, թղթի եւ այլնի մեթոդը եւ այլնը հայ է հեղինակը։
Մետաքսի արտադրությունը Միացյալ Նահանգներում դարձյալ հայ է դրել եւ Հայաստանի Միացյալ Նահանգների առաջին հայ քաղաքացի, որը տեղափոխվել է եւ տարել է իր հետ նաեւ այդ բիզնեսը։ Ես հոդված տվեցի այս հարցերի հետ կապված եւ նշեցի բոլոր այն սայթերը, այն ինտերնետային կայքերը, որտեղ ասվում է, թե ինչ հայտնագործություններ են արել հայերը։ Սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ եթե մենք կարող ենք ավելի բարձրին ձգտել մտավոր աշխատանքով, մտավոր ունակությունների զարգացմամբ, ինչ պետք է հայ գործը անել։ Տրամաբանական չի։ Բայց այստեղ արաբացին ուրիշ հարց է առաջ քաշում, որը առաջին հայացքից չի երևում, որ ըստ էության նրա հայերի բնաջնջման ծրագրի մաս է կազմում։ Ինչն է դա։ Ընդ որում սա քողարկված ձևով է ասվում, բացահայտ չի ասվում։ Հանում ես այդ հատվածները, գումարում ես, արդյունքում երևում է դա։ Ասում է, հայը ձգտում է իր ինտելեկտուալ մակարդակով եւ իր էությամբ ձգտում է համաշխարհային տիրապետության։ Հային չի կարելի թողնել մի տեղում բոլորին։ Պիտի անջատվի հայը Հայաստանից։ Դուք պատմությունից դպրոցական ծրագրերում անգամ կար, որ երբ որ արշակի մասին է, չէ՞, խոսքը, հողը նրա ոտքի ստանում են, նա իրեն թույլ է ավելի զգում, ուրեմն հային պետք է թույլացնել Հայաստանից անջատելով։ Եվ շատ տարօրինակ կերպով ինքը ասում է, հայը սև գործ չի անի Հայաստանում, հանքեր չի մշակի, դրա համար պետք է նրան տանել Հայաստանից եւ տեղը բերել էժան աշխատուժ։ Երբ որ Ստեփենսը ասում է, բայց եթե նա այդքան ծույլ է, սովորեցնեք նրան աշխատել իր երկրի վրա։ Լորենսը արտահայտում է մի այսպիսի շատ հետաքրքիր գաղափար։ Հայը չի աշխատի օտար ազգի համար, որովհետև հայի մտավոր ունակությունները շատ բարձր են օտարի համար աշխատելու, որպեսզի օտարը թող աշխատի հայի միջոցով, հայը դա չի անում։ Այդ դեպքում ասում է, կփորձենք նրան սովորեցնել, որոշակի, այո, պայմաններ ստեղծելով։ Եվ ինչ է պատասխանը, ասում է, միևնույնն է, ինչքան էլ հայը սիրի, աշխատել և խնայել, աշխատել և կուտակել, աշխատել և ծախսել, նույնիսկ նա համաձայն կլինի չաշխատելու, չկուտակելու, չստեղծելու, չծախսելու, եթե դա պետք է անի օտարի համար, այլ չի անի։ Իսկ մյուս ազգերը, ինձ թվում է նա բավականին լավ ուսումնասիրել է հային, ասում է իսկ մյուս ազգերը կարող ենք չնչին գումարով ստիպել հայկական հանքերում աշխատել։ Եվ այստեղ առաջանում է արդեն հարցի մյուս մասը, իր հետ է գալիս հարցի մյուս մասը։ Ասեմ ձեզ, թե ինչու է հայը ձգտում համաշխարհային տիրապետության, ես այս հարցի մասին չեմ խոսի, դուք շատ լավ գիտեք համաշխարհային տիրապետության, ովքեր են ձգտում եւ ինչու, բայց ինչու է դա հային վերագրվում, սա արդեն այլ քննարկման նյութ է։ Եվ այստեղ գալիս է այսպիսի մի բան, հայի նկարագրի ժամանակ Լորենսը օգտագործում է հետևյալ բառերը, ասում է, սա այն քաղաքակրթություն ներկայացնող այն ամենահին ազգն է, որը բոլոր ազգերից առաջ է անցել տրամաբանորեն, ֆիզիկական տվյալներով եւ հոգեբանորեն, անգլերենում հնչում է այսպես, come forward logically, psychologically, physiologically։ Logical բառը կարծես անդադ կրկնության միջոցով շեշտադրություն է ինքը այստեղ ստեղծում։ Հետաքրքիր պահ է նաև այն, որ Լորենսը գտնում է, որ երբ որ հայը գնում է այլ երկիր, դա լինի պատահական, թե իր ընտրության արդյունքում, կարողանում է արագ հարմարվել եւ շարունակել կուտակել նույնիսկ այդ օտար երկրում։ Այն դեպքում, երբ որ այնտեղ բնակվող ազգը չի կարողանում դա անել, հային հաջողվում է։ Այսինքն մի տեսակ կարծես նախանձի երանգներ են այստեղ երևում։ Ուրեմն հոդվածի մեջ ես նշել եմ հետևյալը,
որ թերևս հայը այն եզակի ազգերից մեկն է, որը չի մոռանում իր անցյալը, չի մոռանում իր ծնողին եւ նրա գերեզմանը եւ չի կարող մոռանալ իր ապագան, իր երեխային, որին պետք է տա կրթություն, որին պետք է ինքը սատար կանգնել։ Հիմա եկեք դիտարկենք այս տեսանկյունից։ Եթե բոլոր ազգերի մոտ կա ծնողներին, ասենք, որոշակի վերաբերմունք, գիտեք, հիմնականում ծերանոցներ եւ այլն եւ այլն։ Հայ չունի այս սովորույթը, այս ինստիտուտը հայի մոտ զարգացած չէ։ Այսինքն հային անհրաժեշտ է հոգ տանել, ոչ միայն իր այսօրվա համար, հիմնականում այսօրվա մասին հայը չի մտածում, մտածում է անցյալի մասին եւ ապագայի մասին։ Ուրեմն նա պետք է ինչ-որ գումար կուտակի, որ կարողանա իր հարցերը լուծել։ Իսկ դուք գիտեք, Հայաստանում սովետական միության տարիներին Հայաստանը համարվում էր երկրորդ երկիրը կրթության մեջ ներգրավված անձանց քանակով։ Կա այդպիսի վիճակագրական տվյալներ։ Այսօր երբ որ մենք նայում ենք ինչ ենք տեսնում, մենք չունենք արտադրություն, բայց փաստորեն մենք ունենք կրթություն։ Այսինքն այստեղից գումարը վերցվում է, դնում է այնտեղ, այսինքն հայ զավակը առանց կրթության չի մնում, մի ինչ-որ բան պետք է սովորի։ Ու բնականաբար առանց գումարի դա չի կարող լինել։ Իսկ դուք գիտեք դրսի իրականությունը ինչպիսին է։ Երեխան գումար ունի, շարունակում է կրթությունը, չունի, ծնողը չի տալիս այդ կրթության գումարը։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում եղած ժամանակ ես խոսել եմ միլիոնատեր մարդկանց երեխաների հետ, որոնք սպասում էին, որ իրենք կրթություն ստանան, որ գնան ատամների սարքել։ Պատկերացրեք, այսինքն հայը հակադրվում է սրանով մյուս ազգերին եւ նա շատ ճիշտ է, որ նկատում է, ուղղակի ցավալի է, որ դա նկատում է բացասական առումով, քննադատաբար մոտենալով, դժգոհություն արտահայտելով։ Եվ այստեղ նա սկսում է քննարկել, որ հային պետք է վերացնել, որովհետև հայը կարծես թե բոլոր ժողովուրդների խանգարում է։ Եվ դժգոհություն է հայտնում այն առումով, որ այն ազգերը, այսինքն հայի մերձակա հարևանները, որոնք միշտ փորձել են հային վերացնել, նրանց գրավել է հայի ունեցվածքը, ձեռք են բերել, ինչ որ կարողացել են, այն պահին, որ ձեռք են բերել, դադարել են սպանել հային, այսինքն բավարարվել են իրենց ձեռք բերածով, կոտորածը թողել են կիսատ, վերցրել են ու հեռացել են։ Սա դարձյալ դժգոհության տեղիք է տալիս։ Եվ երբ որ Ստեփենսը նրան հարցնում է, լավ, բա ով պետք է այդ գործը անի, որ դուք գտնում եք, որ հայը պետք է բնաջնջվի, հային պետք է վերացնել։ Լորենսը բացատրում է։ Թուրքը դա չպետք է անի, որովհետև նա շատ վայրի է գործում եւ քրիստոնյա չի, ուշադրություն դարձրեք, հանգամանք են։ Հույնը միշտ հաճույք է ստացել եւ հենց բավարարել է հային կոտորելուն իր հաճույքը թողել է հեռացել է։ Մյուս ազգերը նույնպես չեն կարողանում գործը հասցնել մինչև վերջ, որովհետև հենց որ ստանում են հային սպանելու հաճույքը, գործը թողնում են կիսատ։ Եվ առաջարկում է Ստեփենսին հետևյալ ասում, իսկ ինչու ամերիկացին դա չանեն։ Ստեփենսը շատ զարմանում է, բայց փորձում է պատասխանել, ասում, իսկ ինչու բրիտանացին դա չանի։ Եթե դուք կարող եք այդքան կարող ուժ եք, եթե ամբողջ աշխարհը դարձրել եք ձեր տրամադրության տակ է գտնվում, ինչու դուք դա չեք անում։ Շատ հետաքրքիր պատասխան է Լորենսը տալիս, որի վերլուծությունը բավականին մտորելու առիթ է տալիս։ Ասում է, առաջին համաշխարհային պատերազմի այդ անմիջապես հետո այդ շրջանն է։ Ասում է, բրիտանացին դա չի կարող անել, որովհետև առաջին համաշխարհային պատերազմը մեզ համար շատ չսպասված իրավիճակներ է ստեղծել եւ մենք մի մասը հաղթահարել ենք, բայց մենք շատ հաղթահարելու բան ունենք։ Մեր դաշնակից կամ, չգիտեմ, ինչ կերպ է նա ընկալում Գերմանիային, տարածի չի ասվում Գերմանիայի անունը, ավելի ուշ այդ մասին քննարկվում։ Գերմանիայից ունեցել են սպասելիքներ, Գերմանիան պարտվել է եւ Գերմանիան այլևս չի կարող այդ մեծ դերը ինքը տանել, այդ դերն էլ է իր վրա ստիպված վերցնել անգլիացին։ Եվ շարունակում է, անգլիացին պետք է ստեղծի համաշխարհային կառավարություն։ Տեսեք ինքը հային մեղադրում է այն բանում, որ հայը ձգտում է ստեղծել նույն հարցազրույցի մեջ։ Հայը ձգտում է ստեղծել համաշխարհային կառավարություն, բայց փաստ չի բերում։
Բայց միևնույն ժամանակ ասում է, որ անգլիացին դեռ ունի մեծ գործ, պետք է ստեղծի համաշխարհային կառավարություն, եւ ինչի վրա է շեշտը դնում։ Այդ համաշխարհային կառավարությունը պետք է ստեղծի այնպիսի հիմքի վրա, որն է նավթը, հողային եւ ջրային ռեսուրսները։ Անգլիացին ունի այդպիսի մեծ գործ դեռ անելու։ Ասում է, բայց ինչու է դեպքում ամերիկացին, չէ՞ որ մենք էլ ենք ինչ-որ կարևոր գործերով զբաղված։ Ասում է, ամերիկացին նոր ազգ է։ Ամերիկացուն ոչ ոք ոչինչ չի կարող ասել, որովհետև դուք ձևավորվում եք դեռ ձեր ձևավորումը չի ավարտվել։ Եվ բերում է մի շատ էական ու շոշափելի փաստ։ Դա հետևյալն է։ Երբ ամերիկացին կոտորեց ամերիկյան հնդկացիներին, որոնց թիվը բազմաթիվ, շատ մեծ է, կարծեմ 8 միլիոն են դեռ ինչ-որ այդպիսի թվեր կային, ասում է, ձեզ որևէ մեկը ասաց, թե ինչու եք անում։ Որևէ մեկը սկանդալ սարքեց աշխարհում այդ փաստի հետ կապված։ Իհարկե ոչ։ Դուք դժգոհ եք, որ դա արել եք։ Երբևէ արտահայտել եք այդպիսի դժգոհություն։ Իհարկե ոչ։ Նշանակում է դուք ունեք այդ փորձը եւ այդ փորձը կարող եք հրաշալի կերպով քաղաքականություն եւ փորձ, ինչպես էլ ասում եմ, կարող եք հրաշալի կերպով կիրառել հայերի նկատմամբ։ Ստեֆենսը փորձում է հակաճառել, ասելով, որ հայ այդպիսի ժողովուրդ չէ, հային կարելի է, եթե նա քաղաքակիրթ ժողովուրդ է, նրան կարելի է ինչ-որ ձևով հարցը այլ կերպ լուծել, առանց բնաջնջման, առանց երկրից անջատելու։ Եվ պատկերացնում եք ինչ է ասում Լորենսը, ասում է այո, հայը ամենաանվնաս քրիստոնյա ժողովուրդն է, տեսեք բառերը, harmless Christians, ամենաանվնաս քրիստոնյա ժողովուրդն է, հենց դրա համար նրան պետք է վերացնել։ Այստեղ արդեն հակասություն է առաջանում, բայց ինչու, եթե կարելի է մի ազգի մասին խոսել այդպես, եւ հետո ընդ որում նա բոլոր ազգերի մասին անդրադառնում է, ազգերին անդրադառնում է այդ հարցազրույցի մեջ, բայց անդրադառնալով նշում է տվյալ ազգի թերությունները։ Հայի համար այդպիսի թերություն նա չի կարողանում նշել։ Բայց ասում է, քանի որ հայ ամենակատարյալն է, այդ ամենակատարյալ ազգին պետք է ամենակատարյալ ձևով բնաջնջել։ A perfect nation, a perfect race, nation բառը չի օգտագործում, race, որը ավելի շատ ցեղի իմաստ է պարունակում, եւ ասում է needs a perfect massacre. Perfect massacre, այսինքն կատարյալ գենոցիդ է։ Այո, երևի է նա արժան, բնաջնջման է նա արժան։ Ես արդեն ավելացնելու բան համարյա թե չունեմ, միայն վերջին մասը, որ ինձ իրոք շատ դուր է եկել այդ մասը, ասում է այդ բոլոր բաներից հետո ասում է բայց հային չեն կարողանում ջնջել, որովհետև բոլոր ջնջողները միշտ մոռանում են մի կնոջ եւ մի տղամարդու թողնում են կենթանի, որոնք ցերեկը աշխատում են եւ թվում է թե նրանք այսպես հնազանդ քաղաքացիներ են, գիշերը բազմանում են։ Եվ ընդ որում բազմանալ բառ օգտագործում են մի քանի անգամ, դա արտահայտելով իր ամենամեծ դժգոհությունը դրա նկատմամբ։ Եվ ավարտում է նրանով, որ նույնիսկ եթե փորձում են այդպես վերացնել, նույնիսկ տարհանման եղանակով, Հայաստանից անջատելու եղանակով, եթե փորձեն վերացնել, այնտեղ կա էլի մի բան, այսինքն մենք այդ պրոցեսին դեռ չենք հասել, այնտեղ կա էլի մի բան, իսկ դա հետևյալն է, հայերը կգնան Ամերիկա, եւ Ամերիկայում կստեղծեն Հայաստան, հային չես կարող վերացնել, եւ ինքը այսպիսի մի նոտայով է ավարտում հարցազրույցը, հետագայում այդ երկիրը կբաժանվի երկու մասի։ Մեկ մասի վրա կլինի բրիտանական տիրապետությունը, դա այն է ինչ որ բուն ամերիկյան երկիրն է, Միացյալ Նահանգները, երկրորդ մասի վրա կլինի հայկական, որտեղ կլինեն հայերը իրենց մինի պետությամբ, այսպես ասած, երկրորդ մասի վրա կլինի ռուսական տիրապետություն։ Ուրեմն սա այն ծրագիրն է, որ ինքը ներկայացնում է, վերջին մասի միջարը շատ հետաքրքիր է։ Ես ասեմ, որ Լորենսը ինքը համարվել է տաբու թեմա ընդհանրապես, ու երբ որ որոշակի
կազմակերպություններում որոշակի անձինք իմացան, որ ես այսպիսի հետազոտություն եմ կատարել, ինձ ասեցին դա լեզվաբանի գործ չի։ Այդ թեման տաբու է, ու զարմացան, որ համացանցում կարող է առնչվել այսպիսի նյութի։ Իսկ անգլիայից ասացին, որ այդ թեմային վերաբերող նյութեր կարող են լինել պարբերաբար, ոչ մշտապես, բայց ընդհանրապես 50 տարուց ավել չի եղել ընդհանրապես ոչինչ, եւ եթե ես ցանկություն հայտնեմ նույնիսկ բրիտանական թանգարանում ուսումնասիրել այդպիսի նյութեր, որոնք զուտ Լորենսի հետ են կապված, ինձ հաստատ թույլ չեն տա, որովհետեւ ես այդ հնարավորությունը չեմ կարող ունենալ, դա պետական անվտանգության հետ է առնչվում։ Ասենք, եթե կա տաբու, ուրեմն ծրագրի ինչ-որ ջուղեր հասնում են մինչև մեր օրը։ Հնարավոր չի այդպես միանշանակորեն ասել, որովհետև մենք չգիտենք ինչ ձևով է այդ հարցազրույցը վերցվել, ինչպես է հասել մեզ։ Քանի որ Ստեփենսը ինքը արդեն չկա, եւ հարցազրույցից հետո արդեն չի եղել։ Եվ այստեղ կա եւս մի հարց, որ Լորենսին դարձյալ նա անունները, ազգանունները քանի անգամ փոխել է իր անձի հետ կապված, որպեսզի թաքնվի, ումից չեմ կարող ասել, եւ ասացին, որ կա այսպիսի փաստ, որի մասին շատ չի քննարկվում, շատ չի ասվում։ Լորենսը զոհվել է ավտովթարի ժամանակ, ինքը ավելի շուտ հեծանիվ է ժարել, հեծանիվով, որպեսզի երկու երեխայի փրկի, վրայերթի չենթարկի, շրջվել է, ինչ-որ դեպք է պատահել եւ մահացել է, 45 տարեկան է եղել, բայց այդ դրա հետ կապված կա այսպիսի մի բան, դա տեղի է ունեցել ֆաշիստական Գերմանիայի հետ դեպքերի նախորյակի, կա վարկած, որ նա գերմանացիների հետ բանակցությունների գնալիս է եղել, եւ ինչ-որ մարդկանց այս երևույթին դա պետք չի եղել։ Երկու բառը ես ասեմ առանց ուրեմն ճշմարտությունը պետք չի թաքցնել ոչ մեկից, ցեղասպանության հետ կապված մանավանդ։ Եթե մենք ինքներս վախենում ենք ամբողջ աշխարհին հայտարարելու, ովքեր են եղել մեզ սպանողները, ինչ նպատակով են արել դա, ելույթ ենք պետք է, ով պետք է ընդունի, եթե մենք ինքներս չենք ընդունում։ Թայլանդը, Էնվերը, Ջեմալը եղել են մասոններ։ Մտեք Վիկիպեդիան կարդացեք, նույնիսկ անգլերենով եւ ռուսերենով։